Սա դաս չի, հայր ջան, սա զրույց է, մենք հերո տղա խոսում ենք։ Սատկաս թուրքերից մեկի անունով է կոչվում, Թուրք Հազարապետի։ Մտան, մորթեցին, ականջները կտրեցին։ Հասկանում էին մեր հայրենակիցները 19-րդ դարում 1862 թվականին, որ վերևից էլ է պետք պաշտպանվել։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Հայր եւ որդի ոդկասթի հերթական հաղորդումն է մի քիչ տարօրինակ պայմաններում, քանի որ ես չկարողացա Երևան գալ մեր 10-օրյա ոմայի 10-օրյա հավաքներից։ Հայրս մեր օպերատորի հետ, այդպես ասած, ոդկասթը եկավ իմ մոտ։ Աթանգյուղ, մի հրաշք տեղ։ Մենք գտնվում ենք մշակույթի նախկին տան Հայաթում, մշակույթի տունն չի գործում, դրա համար նախկին ասեցի, հուսով եմ մենք ակտիվություն կմտցնենք մշակույթային կյանքում գյուղի ու ոչ միայն մշակույթային կյանքում։ Այո։ Այսօր խոսելու ենք Զեյթունի 1862 թվականի ապստամբությունից։ Ուղղակի կուզենամ հիշել։ Դե բնական է, Իրանից մի քիչ էին Յանեսյան, մի քիչ առաջ, զրույց է լինելու։ Սա դաս չի, հայր ջան, սա զրույց է, մենք հերո տղա խոսում ենք, սա զրույց է, հետևություններ ենք։ Կարող է ինչ-որ հետևություններ անենք, որ իդ համաձայն չլինենք, կարող է ինչ-որ փաստեր ասենք, մոռանանք, ինչ-որ փաստ մեզ թվա թե հիշում ենք։ Մենք զրուցում ենք այդ թեմային եւ խնդրում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր զրույցին։ Ես կխնդրեմ առանց ինքը խնդրեմ, որպեսզի բայց առանց հայոյանք խնդրում եմ։ Նույնիսկ մեր օգտին հայոյանքը, ասենք, հեռացվելու է։ Որպեսզի ակտիվ լինեք, ավելի շատ ինձ թվում է կա վերջի կարդացածների շնորհիվ իմացել եմ, որ ավելի կարևոր է լայքն ու դիսլայքը, այսինքն հավանել, չհավանել կոճակները, ոչ թե կոմենտը։ Հա, կոմենտներն էլ է տարածում, բայց ավելի շատ նա է տարածում։ Մի խոսքով ակտիվ եղեք, որպեսզի կարողանանք շարունակենք մեր հաղորդումները ու ավելի նոր թեմաներ ձեզ բերենք։ Տարածեք մի խոսքով, եթե ձեզ հետաքրքիր է։ Հիշում ես, չէ, որ որոշվել էր, հա, քվեարկությամբ ենք որոշել այսօրվա հաղորդումը, Զեյթունի ապստամբություն, քանի որ Զեյթունի ապստամբությունները շատ է եղել, ասենք, Զեյթունի կիսաանկախ մի քանի դար մնալը, մինչև 19-րդ դար, բերել անդրան, որ ժողովուրդը բավականին բան է եղել, կամային հատկությունները կարողացել դրսևորել, պահպանի իր շահերը, օրինակ հարկեր տվել են այնքան, ինչքան ցանկացել են։ Ու հիմնականում այն էլ գյաուրները, Դևշիրմե այդ բանը, այդ Դևշիրմեր կոչվում են, որ քրիստոնյան մոծումա, չեմ հիշում հաստատ, բայց այտենց մի հատ ու գյաուրը կարացել է տա այնքան ինչքան ուզում է, ինչքան ավելցուկ ունեցել է, այդքան տվել է շարից փորձանքից հեռու էլ յանտան Մարաշի բանին էր, չէ, ենթարկվում։ Հա, Մարաշի կուսակալին էր ենթարկվում, բայց իրականում չէր ենթարկվում։ Չէր ենթարկվում, բայց մեկ-մեկ ասենք ինչ-որ հարկեր էր հավաքում, ուղարկում էր կայմակամին բանի, ասենք Մարաշի 17-րդ դարում Սուլթանի հետ պայմանավորվում են, որ տարեկան 15000 թուրքական արծաթ պետքա մուծեին, բնական է շատ չեն մուծում, այդքան հավես կար, այդքան աշխատեին, որ կերակրեին։ Հերու սարերում մի շրջան էր, այսենց աթանի նման, էլի։ Կիսա անկախ, կիսա մոռացված հայերին հիշում էին այն վաղ, երբ որ ասենք էլ բանու գործ չունեին Զեյթունի հայերին, հա, իդեպ Զեյթունը դա այնքան էլ հայկական անուն չի, հայկականացվել է իր իմաստով, բայց ինքը հայկական չի, կարծեմ Ուլնիա, չէ, Ուլնիա էր կոչվում, Ուլնիա, այո։ Հիմա արդեն թուրքական անվանումը հանդես Սատկաս թուրքերից մեկի անունով է կոչվում, Թուրք Հազարապետի։ Հիմա Սուլեյմանլի։ Լավ, ինչ կարելի է խոսալ։ Ապստամբությունները շատ էին, դա նշանակում է ավելի շատ խոսանք մի ապստամբության մասին, 1862-ի որը ամենաշատ բանն է, հարցերն առաջացնում ու ինչ որտեղ թուրքական իշխանության համար դարավ տրիգեր, ոնց որ ասած, որ չէ, պիտի լուծվի այերի հարցը զեյթունցիների ու վերջ։ Եվ դրանից հետո պարբերաբար, ասենք, իրանք ստիպում էին մեր հայրենակիցներին, որ իրանք ապստամբության դրոշ բարձրացնեին։ Հա, իդեպ 60-ական թվականների սկզբին Լիբանանում քրիստոնյաների հետ կապված հարցեր առաջանում եւ Եվրոպայից քրիստոնյա պետությունների
իրական քրիստոնյա թե յանիմ քրիստոնյա պետությունների առաջնորդները սկսում են Թուրքիայի իշխանության բաների մեջ միջամտել, մանավանդ աչքի անգնում շատ աշխուժ Նապոլեոնի եղբոր թոռը, Նապոլեոն III-ը, որը Ֆրանսիայի սկզբից նախագահն էր ընտրվել, հետո դառավ բան էլ այդ իր ազգականի ճամփով գնաց, հետո կայսր իրան հռչակեց, Նապոլեոնն էլ սկզբից կոնսուլ էր, ոնց որ ասած ընտրովի պրեզիդենտի պես մի բան, հետո իրան հռչակեց կայսր։ Նապոլեոն III-ը աչքի ընկավ ոչ միայն ասենք, իհարկե Լիբանանում, այլ Լիբանանը, որը շատ մոտիկ էր, պիտի շարունակականություն ունենար իհարկե, եւ թուրքերը հասկանալով, որ հայերը իրանց կիսանկախ վիճակից նոր են ոնց որ ասած զրկվել, եւ սկսեցին հայերին ոնց որ ասած խելքի բերել, որ հանգարց Լիբանանի քրիստոնյաներին չմիանան եւ եվրոպական միջամտության, ասենք, առիթ չտան։ Եվ այդ ճնշումները բերեցին 1962 թվականի մինչև 1962-ը մոտ 8 անգամ զինված զինվորականները փորձել են մեծ ապստամբություններն է։ Մեծ 8 բանի մասին է խոսքը։ Իսկ քանի որ ցանկացած ապստամբություն, որը որ չէին կարողանում ճնշեին, չէին զեկուցում բանը Ստամբուլին, կամ ոնց որ իրանք էին ասում բարձր դռանը, քանի որ չէին զեկուցում, հնարավոր է եղել է 9 կամ 85 ապստամբություն, մենք չգիտենք, որտեվ հաճախ, ասենք, ձեռ չէր տալի զեկուցել, որ ապստամբություն ա եղել ու ես չեմ կարծել բան անեմ, որտեվ այդ վաղ հայտնի մեթոդով մի քիչ գույնզգույն պարանք ուղարկեին, որ ինքը ինքնասպանելն էր, այդ հայրի ախից չեկողը։ Այդտենց հնարավոր է 8 ապստամբություն։ Դեր նշված վերջինը ասեմ մինչև 62 թիվը 60 թվականի 1900 չէ, 1860 թվականին 10,000-անոց զորախումբ են ուղարկում, որպեսզի զեյթունցիներին ճնշեն։ Ուղղակի զեյթունը մենակ պաշտպանությամբ չէր զբաղված, իրենք ակտիվ պաշտպանությամբ էին զբաղված։ Ակտիվ պաշտպանությունը նշանակում է, այդ վաղ ժանդարմերիան ստեղծված էր այդ զինվոր ոստիկանները, թե չէ, չի նշվում, զոր կանոնավոր բանական չէ, կոնկրետ դա զինվորականներ են գալի։ Միգուցե դեռ չկար ժանդարմերիան այդ դաշտային ոստիկանությունը կամ զինվոր ոստիկանները, բայց կարող է կար։ Զեյթունցիների դեմ համարել են, որ իրենց պետք չի ուղարկել։ Ուղարկել է պետք կանոնավոր բանակա գալիս 10,000-անոց զորախումբ, որին նախահարձակ լինելով չեն ոչնչացնում, բայց մեծ զոհեր պատճառելով լարում են։ Մենք երևի իմաստ ունի ասել, որ Զեյթունը կամ Ուլնիան հիմնականում 4 թաղամասից էր բաղկացած, ամեն թաղամասի ոնց որ ասած կառավարիչ մի հայ իշխան էր, որը որ տոհմիկ էր, ասենք այդ տոհմն էր մշտապես կառավարում, ես 2 տոհմի անուն եմ հիշում, որովհետև հեշտ է իմ համար արտասանել, մեկը Սուրենյանների տոհմն էր, մեկ էլ Յահոբյանների տոհմը, Նոր Աշխարհյաններն էլ են եղել, եւ Ս-ով թե Շ-ով մի տոհմ էլ կար, չէ՞։ Ճիշտն ասած չի տպավորվում մոտս, նշածել չունեմ։ 1000 ներող թող լինեն, ասենք, մեր հանգուցյալ հայրենակիցները, ում չկարողացանք հիշենք, նշեմ մի իշխանի ազգանուն նշեմ, Շովրոյան, հա, այդ 4-րդ տոհմն էր, որը որ 1862 թվականի ապստամբությանը մեծ դեր են խաղացել։ Ու ասեմ, որ մոտավոր 35-ից 40 հազար բնակիչ է ունեցել։ Հնարավոր է նույնիսկ ավել, որովհետև այդքան հայ։ Իսկ թուրքերը մոտ 8000 են եղել, քրդեր չեն եղել, չեչեններ են եղել, չեթեններ, չերկեսներ եւ չեչեններ, չեթեն ասում էին համնդրանց, մուսուլմանական աշխարհում ավելի շատ Ալ-Շիշանի հայտնի, ուրեմն այդ չերկեսները ռուս կովկասյան պատերազմի արդյունքում 1850 որ թվից հետո սկսեց բնակչության փոխանակում տեղի ունենալ, քրիստոնյաները ռուսական կայսրություն էին տեղափոխվում, մահմեդականները հակառակ, իդեպ տենց են նաև հայտնվել որոշ բնակավայրեր հայկական արևելյան հյուսիսային արևելյան Հայաստանում, то есть Հայաստանի Հանրապետության տարածքում, չերկեսներն էլ բնականաբար պետք է հարմար տեղ ուղարկեին, որտեղ իրանց օգտագործեին, եւ իրենց բերում են նաև Զեյթուն,
որտեղ իրանք բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում, բայց զեյթունցիները կարում են այդ փաստացի ոչ կանոնավոր բանակի, բայց իրանք աջակից խուժանական գործողությունները, դրա համար իրանք մասին գրվում է չեթենական, ասենք, խաժամոժ կամ խուժանը, իրանք հախից կարում են գան։ Այդ զինվորական ուժը, որը որ ներթափանցում է Մարաշի կողմից է էլի գալի, դե ինչքան հիշում եմ մի լուրջ հնարք են օգտագործում հենց բանի ակտիվ պաշտպանության նախահարձակ են լինում, բացի նախահարձակից, ուղղակի մեջ գցելով, ուղղակի մեջ, ասենք, մի քանի ուղղություն են ներքաշում ու ամենամեծ ուղղակի մեջ կարծեմ հենց Զեյթուն Ուլնիա քաղաքի բանա ձորն է, այ թե հենց քաղաք են մի քիչ ներս թողում։ Չէ, դի բանում չէ, 60 թվականին չէ, 62-ին արդեն Կոտորածի ձոր տեղ արել են։ Իսկ 60 թվականին մինչև քաղաքի մատույց չէ, 62-ի 62-ի մասին հələ չենք սկսել դրա։ Դարի սկսենք, էլի։ 62-ին իրականում Թուրքիա ունը նշեմ Խուրշիդ Փաշան, որ եկել էր 1860-ին անհաջողության էր մատնվել։ 62-ին բնական է Իրան 62-ին Իրան արդեն ասած պարանը ուղարկել էին ու փոխել էին Ազիզ Փաշաները արդեն։ Ազիզ Փաշան էլ դե հայտնի գազանոտ ա եղել, հայտնի ա եղել բանա սլավոնական տարածքներում իր գազանություններով։ Ես նկատի ունեմ սերբաբնակ կարող հիշեք աշտարակներ կային, չէ՞, գլուխներից կառուցած Սերբիայի տարածքում։ Դա այդ թուրքական գազանություններն են եւ այդ այտենց մի գազանության Ազիզ Փաշանը, ասենք, մասնակցել, Ազիզի մեկն էր, էլի ասենք։ Ինքը գալիս է էլի Զեյթուն, այդ իշխանական տոհմերը ժողով են անում ու էլի որոշում են, որ պետք է չհանձնվեն, իսկ միակ պահանջը իրականում որ զենքերը, ինչպես միշտ զենքերը հանձնեին, հա, որ հանգարց իրար վնաս չտան, որ հանգարց իրար վնաս չտան։ Բայց ասեմ, Ազիզ Փաշան երբ որ գալիս է կառավարման, խորամանկության է սկսում դիմել, տարբեր ազգամիջյան կրոնական պայքար է սկսում, մահմեդականներին արթնացնում է քրիստոնյաների դեմ, դերվիշների միջոցով։ Դե էդի ասեցի են քրիստոնյաների բանը արդեն Լիբանանում որ եղել էր, հեշտ էր անել, ասում է ելով որ հեշտ էր արթնացնում էր թուրքերին ու չերկեսներին արթնացնում էր իրանց նացիոնալիստական չասեմ, բայց մահմեդական գազանությունները էին դիմում արդեն ու առաջի ընթարումը եղել է Քետման գյուղում, որտեղ Զեյթունի շուրջ մի քանի հայկական բնակավայրեր կային եւ մի քանի մուսուլմանական, դա հենց Քետմանը մուսուլմանական գյուղ է, որտեղ մի քանի հայ սպանելուց հետո դրա դիմաց տասնյակից ավել թուրք են սպանում հայերը։ Մի բան էլ արժի ասել, գիտես բա, մուսուլմանական, ասենք, այդ կառավարելիությունը բան անելով, ցանկություն ունենալով կառավարելի դարձնել, մուսուլմանական գյուղերը միշտ հիմնվում էին ճանապարհների վրա, որ դու այդ մուսուլմանական գյուղով սենց տենենց գնաս, շատ հաճախ սարից գյուղից գյուղ տեղաշարժվելը անհնար է, եթե գետի հունով չես եթում, միջև վտակը միանա, հետո վտակով բարձրանաս այդ կողքի գյուղը, այլ որ կողքի Ահնիձոր գյուղը վերևով գնալը պրոբլեմ է, պիտի իջնես միջև Լորուտ, Լորուտով բարձրանաս։ Դեմերոնք ասենք հավաքների վաղ հիմա հասկանալի է, սարերով ենք այսօր ենք վերադարձել, շատ դժվար էր։ Հա, շատ դժվար է ու դա գիտակցելով իրանք ճանապարհների վրա էին դնում։ Եվ թե չէ կարա հարց առաջանա, ինչի պիտի հայ երիտասարդները թուրքական, ասենք, բանա մուսուլմանական գյուղով անցնեին, որովհետև ուրիշ ճանապարհ չկար, ուրիշ ճար չկար։ Եվ դա միտումնավոր էր արվում եւ նույնը արվել է Արցախում, նույնը, եթե հիշենք, ասենք, թուրքական բնակավայրերը որտեղ էին դարվում, միշտ խաչմերուկների վրա կամ ճանապարհների վրա։ Եթե նույնիսկ հայկական գյուղ կար, կողքը, ասենք Դրախտիկ գյուղի կողքը հիմնվում է Սալաքյաթիկ թուրքական, ասենք, փոքրիկ բանա, մի քանի տուն, հետո դառնում է գյուղ։ Ու այդտենց, ասենք, շարունակաբար։ Մի խոսքով Ազիզ Փաշան այդ զոհերի դիմաց 70 հայ այդ ով որ մասնակցել է այս կրտուկներին 70 հոգու պահանջումը Զեյթունցիների պատասխանը սпасելի էր շատ լինում է մենք ձեզ 70 հայ ինչի մասին է խոսքը նույնիսկ 70 հավ չենք տա որ մնաց հայ տանք 70 ու արդեն հուլիսի վերջին Զեյթունի շուրջ օղակը սեղմվում էր ու արդեն հուլիսի 29-ին առաջի երկու գյուղն են մտնում չնայած ասեմ առաջապահ զորքերին
երկու գյուղում դիմավորում են Թոփուզօղլի եւ Ալաբաշ գյուղում Մարտախմբերը դուրս են գալի արդեն տեղակայված են պաշտպանական շրջանները իրանց ունեն ու այդ երկու գյուղերում ավելի լավ է հենց բուն ամրոցում չպաշտպանվես, այլ մարդիկ կային դա հասկանում էին, ասենք Հայաստանի Հանրապետությունում չէ, այլ Արցախում, նույնիսկ Դաշտային Արցախում ավելի լավ է պաշտպանվես, որ բուն ամրոցը ավելի ապահով է։ Դա այն մարդիկ հասկանում էին։ Առաջատար զորամասերին ծեծում են, արում են մեծ մոտ 1000-ից ավել զոհ են տալի թուրքերը, հետ են շպրտվում ու որոշում են արդեն թնդանոթների միջոցով։ Չի, ես 750 թիվ եմ հիշում։ Կարող է 750 կոտորածի ձորում է լինում, բայց ասեմ այդ դեղել 600 750 իրականում տարբեր աղբյուրներում տարբեր է գրած, հիմնականում օրինակ ռուսական աղբյուրները որ նայենք, Լենինգրադի հայ պատմաբաններն են շատ գրել դրա մասին, Զեյթունի ինքնապաշտպանության ու թվերը մոտավոր նույնն է իրանց մոտ, բայց երբ որ Սանկտ Պետերբուրգի, հա, երբ որ գալիս ենք հայկական աղբյուրներին, նույնիսկ Զեյթունի բնակչությունը տեղ կար կարդացել եմ 80,000-ից ավել, հա, դա շատ է։ Երևի նույնը Աթանի բնակչության վերաբերյալ են ասում էլի։ Գրանցվածներին, ծնվածներին, բոլորին ով ստե ծնվել է ու գնացել է Խոպանբան, երևի իրանք էլ էլի, նույն ձևով Զեյթունում։ Այդ անհաջողությունից հետո Ազիզ Փաշան մոտակա մտնում է այդ գյուղերը իրականում, կոտորածանում է, որտեղ չեն հասցրել էվակուացվել, այո, այնտեղ ջարդատեղ ունենում։ Որտեղ հիմնականում հավաքվել էին Զեյթունում, ով չէր հասցրել Արդեն պիտի չհասցներ, հիմնականում այն բանը ծերերը, հիշենք Թալիշ գյուղը, չէին հասցրել էվակուացվել, տան մորթեցին, ականջները կտրեցին, նույն ձևով ստե է տեղի ունեցել, դե թուրքը իր պայլաձևը շատ չի փոխել, այնվաղտ Ալլահ աղբար էր գոռում, հիմա չգիտեմ, հիմա էլ Ալլահ աղբար գոռում, ոնց որ գոռում է։ Դրանից հետո արդեն ինքնապաշտպանական հայերը ոնց որ զորակոչ է հայերի սկսվում Զեյթունցիների մեջ ու մոտ 7000 հոգի մարդիկ է հավաքվում 12-ից 60 տարեկան բոլոր տղամարդիկ զենք են մոտավորապես բնակչության 20%-ը մոտ 20%-ը բավականին ռեալ թիվ է բավականին, իդեպ 62 թվին կանայք կարծեմ չէին կռվում, չէ։ Կանայք չէին կռվում։ Համենայն դեպս մենք այդպես անուններ չունենք։ Կարիքը չկար կանանց կռվելու։ Որովհետև կռվող տղամարդկանց թիվը բավարար էր, ոչ մի տղամարդ պատանդ չեն տվել։ Հա, չէին ուղարկել, որ չէին ուղարկել ճտերին աղվեսի ասած կացինը բերեմ։ Դե նշեցի, ասի ձեզ 70, ինչ 70 այ ձեզ նույնիսկ 70 հավ չենք տա։ Զեյթունցիները տես կռվարար չէ, պայքարող էին, ազատատեն չէին։ Դա բան է, այդ հարյուրավոր տարիներով չենթարկվելը, կիսանկախ լինելը, դա շատ նման է Սյունյաց, ասենք, Դավիթ Բեկյան ժամանակաշրջանին եւ հետո էլ ասենք եւ նման Արցախի բանը մելիքությունների, ասենք, այդ Համսայի երգիրը եւ հետո հիմա նման Նշեմ բաներին, ղեկավարներին, ապստամբության ղեկավարներին, դա իշխան Ղազար Շովրոյանն էր, քահանատեր Մովսես Խաչուկերյան, հա, եւ իշխան Աստվածատուր Էնի Տունյանը։ Մի քանի օր է տևել իրականում ապստամբությունը, ակտիվ փուլը։ Ակտիվ փուլը մի քանի օր, 1-ից սկսել է, ողջևորված, երբ որ արդեն ամսի 29-30-ին մի քանի գյուղ վեկալում են, փորձում են քաղաք մտնեն, հայերն էլ իրականում քաղաքը լավ իմանալով թողում են ներս մտնեն։ Ձոր են թողում, Ձոր են թողում, որը հետագայում կոչվեց այդ իշխան Էնի Տուրյանն է ղեկավարել այդ գործողությունը, թուրքերը այդ ձորում 750 հոգի թողել դուրս են եկել։ Մի քանի օր մնալուց հետո իրենց ոչ սնունդ էին կարում հասցնեն, երկու կողմից ձորը փակվել էր։ Ձորը փակվել էր։ Կանայք էլ, բայց ասեմ քարերով էին։ Քար գլորելով, այդտեղ հնարավոր էր, ասենք, հակառակորդին վնաս հասցնել եւ այդտեղ բան է, բայց ես նկատում եմ մարտական խմբերի մեջ։ Չէ, մարտական խմբերի մեջ չկային, դա միակ 19-րդ դարի մեջտեղն էր։ Այդ միակ դեպքն է, որտեղ կանայք մասնակցել են այդ ժայռերից քար գլորելով։ Դե պարզ է, երևակայի նաև վիրավորներին օգնություն հասցնելով։ Հա, դե դրա մասին այդքան մեր գերականությունների մեջ չկա, ոնց որ ժամանակի ընթացքում է գալիս բանը այն մտքի հասկանալու
ոնց որ ասած մարդիկ սկսում են անցալել, որ կրակելուց ոչ պակաս կարևոր է բուժօգնությունը, կրակելուց ոչ պակաս կարևոր է, ասենք, մատակարարումը սնունդի, օրինակ ոնց էին կազմակերպում Վանում եւ Մուսալերան սնունդի բաշխումը, դա արդեն ինքը իրանով խոսում է լուրջ կազմակերպչական շնորհքի մասին, էլի, то есть դա ժամանակի ընթացքում է գալի, երբ որ արդեն գնալով ավելի հայերին ունեզրկում էին, հայերին տղամարդազրկում էին, այդ ամեն ինչը գալիս է, երբ որ ամեն մարդու վրա սկսում են դողալ, ոչ թե էլի կծնենք, էլի կմեծացնենք, ժամանակի ընթացքում է հայտնվում այդ ամեն ինչը, դա մենակ մեզ չէր բնորոշ, դա աշխարհում 19-րդ դարի մեջտեղ այնքան մարդու կյանք չէր գնահատվում։ 20-րդ դարում էլ նույնիսկ։ Հələ վերադառնանք մեր թեմային, քաղաքում կոտորում են սաղին, ոչ մեկին չեն թողնում։ Դա ոչ թե ձորը, դա են հովիտներով մտնողները։ Դա հովիտներով 2000 հոգի փռում են այդտեղ։ Դրա մասին էլ կարող խոսանք բնական, հա։ Ամենածանր կռիվներն է Սուրբ Աստվածածնի վանքի մոտ ա եղել, դա քիչ ուժերով պայքարում էին շատի դեմ։ Բանը Սուրբ Աստվածածինը, որը որ նաև ժողովները տեղեղ է, ինքը Զեյթուն քաղաքից դուրս էր, կարծեմ հյուսիս արևմուտք ելք էր գտնվում, ասենք։ Հյուսիս-արևմուտք։ Հյուսիս-արևմուտք։ Համենայն դեպս հյուսիսի կողմն էր ու առաջի հարվածի տակ ընկնող տարածքներից մեկն էր։ Հիշացրեցիր նաև այդ բանը, լուրջ ճակատամարտը, օգոստոսի 1-ին Էրիջրեի լեռնահովտով երկու խումբ ոգևորված մեծ խումբ, շուտ երկու գունդ, այո, թուրքական։ Առաջանում ու քաղաք են մտնում, ու թողում են իրաց քաղաք մտնեն, ներքաշում են դեպի քաղաք։ Ներքաշում են քաղաք ու այդտեղ իսկական կոտորած է սկսում, ամենա ոչ մեկ դուրս չի գալիս։ Իդեպ, այդ ամեն ինչը, ասենք, կայծքար հրացաններով, իսկ թուրքական բանակը արդեն, ասենք, զինված ա եղել համ բաներով, այդ Նարեզնոյ որոշ զենքեր շտուցերներ ա ունեցել, որտեվ Ղրիմի պատերազմից հետո է եղել, իսկ Ղրիմի պատերազմի ժամանակ անգլիական եւ ֆրանսիական իրենց դաշնակիցները Ղրիմում իրենց արդեն զինել էին բանով ակոսավոր զենքերով եւ բանը այդ Դուլնը Զարյադնից բացի են, որ բանը փողից էին Զարյադկեն անում, ասենք լիցքավորում, նաեւ կային Կազնազարյադնի հրացաններ, то есть բավականին ժամանակակից զենքերով էին զինված, այնքան որ բան չունեին, դեռ այդ Գատլինգի բանից չունեին, գնդացից չունեին, բայց լավ էր, որ տենց լավ էին զինված, որտեվ գալիս թողնում էին, հեռանում էին այն աշխարհ։ Այդ երկու գնդից լուրջ կորուստներ են ունենում, կարծեմ մոտ 2000 հոգի թողում։ Հաշվի առնելով թուրքական գնդերի քանակները, դա ստացվում է մոտավորապես 25-ից 30% իրանց, հա։ Ու դրանից հետո այդ Սուրբ Աստվածածինն էլ դեռ նշեցիր, ամսի 2-ին է լինում այդ ճակատամարտը սկսվում, ծանր մարտեր են ունենում, բայց դիմանում են վարդապետի գլխավորությամբ Գրիգոր Մարտիրոսյան, հա։ Աստվածածինը ոնց որ լավ բարձունքի վրա էր տեղակայված։ Ու հեշտ էր պաշտպանվել։ Հեշտ, բայց ասենք հաշվի առնելով մեծականակ ու բնական հրետանի ունենալով, ասենք թուրքերը կարողանում են տարբեր տեղեր հաջողություն ունենալուց հետո կարողանում են, ասեմ, միջև այդ արդեն Բերկինկալի եւ Ագդաղի լեռնահանգույցում հրետանայի մեծ հարված է սկսում, թնդանոթներով են սկսում արդեն աշխատել, ինչին դիմանում են ու մի քանի ժամ անց դառնում է մերը Զեյթունցիներին։ Հնարավոր է հրետանու հարվածներից խուսափել, եթե սարերը ճանաչում ես, եթե նախորոք աշխատանք ես տարել, ասենք Զագլուբլինիև փոչվու, то есть ինժեներական ամրակառույցներ ես կառուցել, այն վաղ դե ծիտիկներ չկային, ասենք անօթաչու, որ վերևից պարտադիր էր ծածկվելը, բայց այն վաղ էլ էր ցանկալի վերևից ծածկվել, որովհետև մարծիրնի կրակը, то есть վերևից, հիմա մարծիրնի կրակ չկա, կա գաուբիշնի կրակ, էլի վերևից է գալի ընկնում, այն վաղ էլ այդ ամեն ինչը կար եւ դիրքեր կային, որոնք վերևից ծածկվում էին գերաններով, հողով, то есть մերոնք հասկանում էին մեր հայրենակիցները 19-րդ դարում 1862 թվականին, որ վերևից էլ է պետք պաշտպանվել,
սարերը ռելիեֆը օգտագործել է պետք եւ պիտի ասենք նաեւ ինժեներական աշխատանքներ անես փորելով մտնելով ոնց որ ասած հողի մեջ ասենք որպիսի քեզ այնտեղ չդնեն Այդ անհաջողություններից հետո վերադառնալով մեր թեմային անհաջողություններից հետո փոխում Ազիզ Փաշային այդ անկրկնելի Փաշային չեմ փոխում անկրկնելին ուղղակի ինքը հետ է կանչում ասում 10000 հոգին քիչ է ու արդեն 150,000-անոց զորք են ուզում տրամադրեն, բայց հայերը արդեն Կոստանդնուպոլ խոսում են, չգիտեմ։ Խոսակցություն է, որովհետև նման զորք թուրքերը այդ վաղ չունեին։ Ու գրքերում տենց են գրել։ Տենց նա գրել դրա մասին։ Մերոնք են գրել, բայց քանի որ մենք փորձում ենք ոչ թե ուրցնենք, ասենք մեր նախնիների, մեր ազգականների արածը, այլ օբյեկտիվ պատմենք այդ ամեն ինչի մասին, ռեալի մեջ այդ տարածքում, ասենք, այդ փաշաները 1-2 փաշա, ամեն մեկը պիտի որ մի 5000-անոց զորք ունենար, բայց ամբողջությամբ, օրինակ Հալեբի բանը փաշան չեր կարա այդտեղ շատ զորք ուղարկեր, ինչի համար փաշաներին մեծ զորք չէին տալի, որովհետև չանկախան է։ Այո, որովհետև 19-րդ դարի սկզբում անկախացավ Եգիպտոսը ու մի քանի փաշա էին փորձում անկախանային։ Բնական է, դա ամեն ինչը հաշվի առնելով փաշալիկները սկսեցին մասնատել, փոքրացնել եւ չունեին այդքան զորք Զեյթունի շուրջ։ Պիտի որ մի 15000-անոց, ասենք 10000-անոց, թող 20 լինի տարբերություն, զորքը չի հասել Զեյթուն, որովհետեւ մինչեւ այդ արդեն սուրհանդակներ նամակներով դիմել էին Կոստանդնուպոլսի տարբեր դեսպանատների ոնց որ թե ֆրանսիական դիվանագետի հետ էին շփվել ամենահետաքրքրվածը իհարկե Ֆրանսիան էր Նապոլեոն որ ձերբակալել էին բաներին իշխաններին ու իշխաններին բանակցության ժամանակ ձերբակալել ու Ստամբուլ էին ուղարկել այդ 62 թվին չէր ճիշտ ասած չեմ հիշում 95-96-ին էլ տես դեպք չեմ հիշում ինձ թվում է ես աղոտ եմ հիշում դե իմ հիշողությունը իհարկե վաղոյի հիշողության պես չի հիմա ես տենց աղոտ հիշում եմ որ իրանց բանակցությունների են կանչում իսկ բանը դե թուրքը հայտնի Ղորանի վրա երթվող ասենք Սուտասանա ու իրանց ձերբակալում են եւ ուղարկում են Ստամբուլ, ասենք, բանը, իշխանը հիշում են։ Նապոլեոն III-ը շատ էր հետաքրքրված այդ տարածաշրջանում։ Բայց քանի որ Նապոլեոն III-ի ու հետաքրքիր է թե ոնց էր իրանց պահում անգլիացիները։ Անգլիացիներին ընդհանրապես հակառակ էին իրանց պահում, նույնիսկ պատասխան նամակում հրճվանքով են գրել, որ Դա իրանց բաները, այդ ոնց որ ասում էր հայտնին, ասենք դասականը, դա միշտ իրար հետ ընդեղի ռազմորկեքը, ասենք, ստեղ են։ Նույնը 90-ականներին է եղել, 95-96։ Դրան հիմա անդրադառնանք, թե 62 թիվը սահմանափակ է։ Դե դրան 62 թիվը սահմանափակումը եղավ, որ Նապոլեոն III-ը կարողացավ։ Բայց այդ վաղտ արդեն Ազիզ Փաշան փոխվել էր, չէ։ Հա, արդեն եկել էր մի քիչ ավելի չէր գնում, պայմանավորվեցին, որ ու ինքն այդ ջայլն է, այդ կարծեմ իշխաններին երթում տվել, որ բան կանի, բանակցություններ բան, ընդեղ երթում Ղորանի վրա, ձերբակալում ղրգում Ստամբուլ, ընդեղ իրանք կարողանում են դիվանագետի հետ կապնվեն, ֆրանսիական բերտից դե կաշառակերությունը ով է ասում, որ ասենք մեր մոտ առաջացել եւ մեր մոտ է զարգացել։ Երևի Թուրքիայում առաջացել։ Սամ պանիմայ էլի Օսմանյան։ Երևի անտիկոռուպցիոն մեր կոմիտեն եթե Թուրքիայում էտա գործի, ասենք, օր ու արև չի ունենա։ Վերջը, այդ բանը կոռումպացված թուրքերի օգնությամբ խաբարը ասնում է ֆրանսիական դիվանագետին, այնտեղ ֆրանսիական դիվանագիտությունը լարված աշխատում է, նաև կայսրի անմիջապես մատ են թափտալի, ասում են չենք թողի այդ կոտորածներ այնտեղ անեք, ելոք պայք ձեզ եւ իրենց բաց են թողում այդ մեր իշխաններին։ Դրանից հետո ասեմ, որ ամեն ձև կաթոլիկ, հայ կաթոլիկ եկեղեցին էր աշխատում Զեյթունում ու մեծ քանակով մարդիկ կաթոլիկ եկեղեցուն սկսեցին, թեքվեցին կաթոլիկ դարձան։ Հարկանշել նաև մի բան, որ նես չի, որ դա հին տրադիցիա չի, դեռևս Կիլիկիայի թագավորությունը պաշտպանելու նպատակով մի քանի տարբեր, ասենք, քաղաքական եւ հոգեվոր այրեր փորձել էին տարբեր ժամանակաշրջաններում Հռոմի Պապի հետ ունիայի մեջ մտնեին եւ բնակչության մեջ բավականին նորմալ տարածում ուներ բանը կաթոլիկ լինելը կամ
ավելի բարի աչքով էին նայում, որտեվ դարերով դրա մասին խոսացվել է եւ հայտնի մարդիկ են ունեցել, որոնք արդեն կաթոլիկ էին, օրինակ Կիլիկիայի, Անտիոքի եւ Սմիրնայի այդ միջերկրական ծովի հայերը սովորական բնակչությունը շատ լավ գիտեին Սուրբ Ղազարոս կղզում գործող, ասենք, մեր հայրենակիցների, որոնք որ կաթոլիկ լինելով, այդ միաբանությունը մխիթարիստների եւ հայանպաստ գործեր եւ մեր հայրենակիցները շատ-շատերը դրա մեջ վատ բան չէին տեսնում եւ չէին տեսնում դա, որ չէին դիտարկում որպես մեզ բաժանող։ Ինքը ավելի շատ դիտարկվում էր որպես եւս մի պաշտպանիչ, ասենք, բան էլի, զրա, ասենց ասեմ, արևմուտքից պաշտպանություն։ Ու համենայն դեպս այդ ժամանակ աշխատեց, երբ որ կեղծ քրիստոնյաներ չէին, այդ քրիստոնեական պաշտպանությունը աշխատեց։ Չէ, ուղղակի դա նշեցի, որ Ֆրանսիան սիրուն աչքերի համար չէր անում, ինքը իր շահերն էր անում, առաջ տալի ու կաթոլիկ դարձրեց ժողովրդի մեծ մասին, որպեսզի ավելի հարմար լիներ իրենց։ Ներթափանցումը ամեն մեկը իր գործերի մեջ։ Բանը ես մի բան էլ էի ուզում ասեի, չգիտեմ դու ոնց ես դրան նայում, զեյթունցիները ընդհանրապես լավ բան ունեին, էլի ասենք, դարերով կիսանկախ են ապրել, բայց շապին գարայիսարը, բաուրֆան, ուրեմն վերջո, սենց որ նայում ես, երևի այնքան էլ կապ չունի, որ դարերով կիսանկախ են եղել, սունեցիների, արցախցիների։ Եթե նայենք, թե 1915-ին ոնց պահեց Զեյթունը իրան ու ոնց մնացածը։ Այո։ Ես չէի ուզում դրա մասին խոսալ։ Չէ, պետք էլ չի, հետո ավելի կա։ Չէ, պետք է նշել իրականում, որ արդեն 15 թվականին Զեյթունը տես փառապան, որ զեյթունցիների անունը լսում էին, սա սարսափում էին։ Զեյթունում տարհանում են արում, մեծ մասին կոտորել են, դեպի դերձոր են տարել։ Տեղի երևելիները էլի իրար ծախելով փորձում են ինքնապաշտպանություն կազմակերպեն, մեկը ծախում է բոլորին։ Այնտեղ բան կար, չէ, մի հատ քաղաքական նաև բան կար, ենթատեքստ կար այդ 15 թվականին։ Տարբեր կուսակցական եւ տարբեր իշխանական տանուտերական տոհմեր տարբեր կուսակցությունների էին հարում։ Ու չկարողացան բան անել, շատ քիչ մարդ է փրկվել Զեյթունից։ Ու արդեն 16-ից հետո ընդամենը 1100 հոգի է հետ վերադարձել 30-40 հազար բնակչությունից այդքանն էին, ու ենթադրենք 2-3 հազարն էին։ Նայ, մենք հիմա հաղթական իրենց գործողությունների մասին ենք խոսում, հիմա գնացինք ցեղասպանվել։ Չէ, արժեր, որովհետև պիտի հասկանանք, որ հաբրգել չի կարելի։ Հաբրգել չի կարելի, միշտ պատրաստապետին մասնատվելն էլ հաբրգելու նշան է։ Ու նշենք, որ թուրքը հետևություններ անում է, որտեվ ցեղասպանությունը համատարած սկսեց հենց Զեյթունից, առաջի տարհանումը սկսեց Զեյթունից։ Այո, Զինա թափել, եկավ շրջապատել։ Պետք էր առաջնահերթ անել, հենց ընդեղ էլ արեցին։ Նույնը այս թուրքերը իրանց տարաձայնությունները, քաղաքական եւ կրոնական բաժանությունները, մինչ ազգային, ասենք, ասենց ինչ-որ տարաձայնությունները, իրանք կարողացան անենց Բաքվի թուրքերի հետ անենց ղեկավար ունենան, որ այդ ամեն ինչի վրա, ասենց մի հատ մեծ, չգիտեմ ինչ դրեց, եւ հայկական բանի վրա, նարատիվի վրա, հիմա էթնոս է կառուցում, բանա ինքնագիտակցություն է մտցրել մարդկանց մեջ ու այսօր նույնիսկ այն ազգերը, որ մեր հետ ընդհանրապես կիսելու բան չունեն, այնտեղ արդեն իրանցը վրա էլ է ազդել դա։ То есть իրանք 90 թվականներից հետևություն են արել, որ իրանք բաժանված լինելու Սուրետ Գուսեյնը, Վելչի Բեյ, Մուտալիբը, բան այդ ամեն ինչ այդ բաժանվելու հաշվին իշխանափոխություններ, պատերազմի ժամանակ մի բան իրանք ոնց որ ասած վզին կոդրենք, այ մենք շուտը 20 թվականից ասյան լավ հետևություններ չենք անում, հայր կարող է մի բան մեր մոտ այն չի։ Կարող անց հասկանալ է պետք որ այդ սաղ տարաձայնությունները առանց թշնամանալու է պետք անել առանց տարական դրա եղածն ինչ արա բողազ են կրծում որ ասֆալտը լավ չեն փռել ու դնում իրար դանգստում են արա կարող անց
խիղճ պետք է մի քիչ ձեր մեջ արթնանա ու հիշեք, որ իրական դնգստոցը ում պետք է փայ հասցնի, հայ արուն թափելու իրավունք ունի միայն թուրքը, Աստված է իրան այդ հնարավորությունը տվել, միջև հայը խելքի չգա, խելքի կգանք, թուրքը այդ իր մենաշնորից կզրգվի։ Այսքան մեր քաղաքական, ասենք, բլոկից երևի վերջացնենք։ Այսքանով վերջացնենք, շատ դրախտում ենք, իսկական դրախտ է։ Աթան գյուղն է, մի քիչ հիշացնող քարվաճառը, մի քիչ հիշացնող զայթունը։ Այսքանով վերջ։ Մյուսը ինչ ենք խոսալու։ Մյուսը էլի քվեարկությունով կանենք, երևի։ Արի հայկական պահեստից հրաժարվենք։ Կարանք արդեն մի շաբաթ հայկական լինի, օրինակ դու առաջարկում ես, որ Պակիստանը հնդկական ընդհանումներից խոսանք, չհասցրեցինք, սկսեցին արդեն իրար բողաց գործել հերթական անգամ։ Ու իմիջայլոց, տեղ Պակիստանին եմ ես գովալու, որովհետև Պակիստանը Հնդկաստանից զարմանալի է, տենց մի 3.5-4 անգամ փոքր է։ Շուտ Բաքվի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին դեմոգրաֆիական տարբերություններին նման է։ Հնդկաստան, Պակիստան։ Մանավանդ հիմա ասենց ինչ որտեղ ընդհանուր խոսանք, թե ինչ որ կոնկրետ պատերազմ հիշենք։ Արանք ընդհանուր խոսանք, որտեվ ես ինչքան նայել եմ ռուսալեզու, հայալեզու, մենակ երևի անգլիա լեզու հարթակներում իրանց մասին շատ խորը ինֆորմացիա կա, հետո իրանց անուններն մի փոքրիկ դժվար է։ Կարանք խոսանք ոնց է ստեղծվել իրանց պատճառները։ Պակիստան ընդ ոնց կստացվի, կարելի է սկսել 47-8 թվերից կարելի է սկսել իրանց անկախացումից հետո իրանց կռվախնձորի մասին էլ կխոսենք։ Այսքանով վերջ, շնորհակալություն մեզ հետևելու համար։